Պարոն Պետրոսյան, վերջերս դուք հայտարարեցիք, որ միանում եք Ուժեղ Հայաստան կուսակցությանը, ինչու նման որոշում կայացրեցիք։ Որոշումը կայացրել եմ երկար քննարկումներից հետո, եկել ենք համաձայնության, իմ եւ Ուժեղ Հայաստան կուսակցության տեսլականը նույնն է եղել, այդ իսկ պատճառով ես ցանկացել եմ իմ մասնակցությունն ունենամ հունիսի 7-ից հետո նոր Հայաստանի, Ուժեղ Հայաստանի կերտմանը, որպեսզի իմ ներդրումը եւս ունենամ։ Պարոն Պետրոսյան, կա մեծ մտավախություն, որ այս իշխանությունը կարող է իրականացնի Մոլդովա 2։ Բոլորս լավ գիտենք, ինչ կատարվեց Մոլդովայում, երբ ամեն ինչ արեցին եւ կարողացան հասնել հաջողության, ընդդիմադիր որոշ ուժերի թույլ չտվեցին, որ մասնակցեին ընտրություններին։ Դուք չունեք նման մտավախություն, որ Նիկոլ Փաշինյանը կարող է եւս գնալ դրան, մի մարդ, ով ամեն ինչ անելու է վերընտրվելու համար։ Դե մտավախությունը, ասենց ասած, այնքան չի, ինչքան երևում է։ Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ հնարավոր է, բայց մենք ունենք նաև մեր մյուս տարբերակները, թե ինչ ենք անելու դրանից հետո, դա մոտ ժամանակները կերևա, եթե լինեն նմանատիպ զարգացումներ, մենք մեր պլան B-ով արդեն առաջ կգնանք։ Այսինքն կուսակցությունը նաև ունի այն ճանապարհային քարտեզը, որը եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմը գնան նման քայլերի, մեջտեղ գա նաև հաջորդ քայլեր, այո։ Միանշանակ, որովհետեւ մի տարբերակով մենք ճանապարհ չենք գնում։ Ինչ կարծիքի եք, ինչու է Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից եւ ինչու է նրան անընդհատ շարունակաբար պահում կալանքի տակ, այսօր արդեն 260-րդ օրն է, եթե չեմ սխալվում, 9 ամիս է ազգային բարերարը կալանավորված է։ Թույլ ղեկավարին բնորոշ դրսևորումներ են դրանք, քանի որ նա ազգում է արդեն ուժը եւ վտանգը, որ կորցնելու է իշխանությունը, ուստի Սամվել Կարապետյանի նկատմամբ նման քաղաքական բռնաճնշումներ են իրականացնում ու դրա վերջն էլ է գալու եւ երբ որ օրը Սամվել Կարապետյանը կհայտնվի արդեն ազատության մեջ, այդ օրվանից արդեն պարզ կլինի, թե ով է լինելու, չնայած հիմա էլ է արդեն պարզ, թե ով է լինելու մեր հաջորդ վարչապետը հունիսի 7-ից հետո։ Որտեղից Փաշինյանին եւ նրա քպեական խմբակին այն համոզմունքը, որ իրենք հաղթելու են այս ընտրություններում, լսում եք կարծում եմ, թե ինչքան վստահաբար են նրանք խոսում։ Դե այդ ամեն ինչի այդ իրանց պատկերացրած ռոմանտիկայի վերջը նոր ասեցի, հունիսի 7-ին գալու է, կարող են խոսել ինչ ցանկանում են, խոսքի ազատություն է, ժողովրդավար ճակերտավոր ասած ժողովրդավար երկրում, թող խոսեն, 3 ամիս է մնացել։ Եվ ինչ պիտի ակնկալենք մենք մեր ժողովրդից, որովհետև ընտրություններում կարևոր դերակատարում ունի ժողովուրդը, թեպետ մյուս կողմից էլ երբ նայում ենք մեր քաղաքական անցյալը, ընտրական անցյալը, համոզվում ենք, որ երբեք չի եղել այնպես, որ ընտրություններով իշխանափոխություն տեղի ունենա։ Հիմա դուք կարծում եք դա տեղի կունենա, թե ոչ, եւ ինչ պիտի ասենք, ինչպես պիտի դիմենք մեր ժողովրդին, ինչ կոչ կանեք, որպեսզի դա իսկապես կատարվի։ Ժողովրդին կոչ անելուց առաջ նախ կցանկանամ, որպեսզի նրանք հիշեն վերջի 6 տարիների ընթացքում ինչ է եղել Հայաստանի եւ Արցախի հետ, մասնավորապես 44-օրյա պատերազմը եւ դրան հաջորդած մարտական գործողությունները, որի վերջակետը դրվեց 23 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի կորստով։ Պետք է հասկանանք, որ դա մեր անվտանգության բուֆերային գոտին էր, որը կորցրեցինք, մեր պատմական հայրենիքը։ Ու որոշում կայացնելուց առաջ նաև կցանկանամ, որպեսզի հիշեն, այդ 10,000 դրամ թոշակները չեն մեր երկրի, առօրյական խնդիրները չեն, որ պետք է լուծվեն այսօր։ Մենք գալիս ենք այս պետության իմունիտետը բարձրացնելու, մենք գալիս ենք Ուժեղ Հայաստան կերտելու եւ վերջապես մեր տնտեսական քաղաքականությունը ուղղված է նրան, որ պետության դիմակայության երկարաժամկետ նախագիծ ենք մենք ներկայացրել, ոչ թե Նիկոլ Փաշինյանի նման օրվա խնդիրը լուծելով փորձենք առաջ գնանք երկիրը վարկերի ու պարքերի տակ մտցնելով։ Այսինքն գուցե նաև պետք է կոչ անել մեր ժողովրդին անպայման մասնակցել ընտրություններին, որովհետև առանց այդ մասնակցության դժվար է մտածել, որ հնարավոր է հաղթանակ ունենալ։ Միանշանակ ինչքան շատ գնան ընտրության, ընտրատեղամասեր ինչքան շատ մարդ գնա ընտրությունը իր կատարելու, կապ չունի ում են գնալու, բայց մենք մեր խոսքը միշտ ասում ենք, որ ընտրությունը պետք է լինի ուժեղի կողմը։ Ցածր մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանի շանսերն են շատանալու, պետք է մեր ժողովուրդը գիտակցի, որ չգնալով ծառայել իր
չգնացած, չտված քվեն ծառայեցնելու է Նիկոլ Փաշինյանին օգուտ։